Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, գործարարալիքն է ձեր ռադիոընթունիչներում։ Սա Դարփինյանի ժամն է, դուք այն լսում եք FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք գործարարալիքի լրատվական ռադիոյի կամ Արմեն Դարփինյանի օգտահաշիվներից որևէ մեկում, սոցիալական հարթակներից բաժանորդագրվեք բոլոր օգտահաշիվներին։ Այսօր երկու շաբթի է, եվրոպական ղեկավարությունը էլիտան համաշխարհային կարծես թե Հայաստանում է, շատ քարոզարշավին շատ մեծ պլյուս է Նիկոլ Փաշինյանի, պարոն Դարփինյան, ոնց է կարծում։ Դավիթ ջան, նախ բարև ձեզ, սիրելի բարեկամներ, երբ օգտագործում ենք էլիտա բառը, եւ դա վերագրում ենք միայն պետության ղեկավարներին կամ քաղաքական էլիտան, այսպես ասենք, պիտի անպայման շեշտադրենք, որ դա խոսքը գնում է քաղաքական էլիտայի մասին, որը իմ պատկերացմամբ երբևիցե ամենաբարձրագույն էլիտան չի։ Այսինքն նա քաղաքական ղեկավարությունն է այստեղ, եւ պիտի ասեմ, որ սա լավ նվաճում է Հայաստանի համար, լավ ձեռքբերում է, լավ երևույթ է ընդհանրապես, եթե մենք վերցնենք առանձին վերցրած այդ երկրների ղեկավարների թեկուզ եւ մեկ այց լիներ, արդեն կլիներ դա երևութային մեր երկրի համար, արդեն կլիներ պատմական, իսկ Եվրոպայի քաղաքական լիդերների այս ամբողջ բազմաբույրի ներկայությունը Հայաստանում սա իսկապես պատմական եւ երևութային նվաճում է եւ այս առիթով պետք է շնորհավորել եւ քաղաքական ղեկավարությանը Հայաստանի եւ բոլոր քաղաքացիներին, որովհետեւ սա հերթական կամ միգուցե առաջին անգամ կամ միգուցե լավ ըստ արժանվույն, այսպես ասած, եվրոպացիների եւ համաշխարհային ուշադրությունը սևեռում է Հայաստանի վրա, մեր երկրի վրա, մեր նվաճումների, բացթողումների, խնդիրների եւ ձեռքբերումների վրա։ Եվ ուրեմն առաջինը, ինչ կուզեի ասել, դա իհարկե մենք պիտի ուրախ լինենք, որ եվրոպական լիդերները Հայաստանում են գտնվում։ Պիտի ասեմ, որ սա երևի երկրորդ նման դեպքն է խոշոր միջազգային միջոցառման, որտեղ ներկա են համաշխարհային կամ երկրների առանձին վերցրած լիդերները, առաջին անգամ, եթե հիշում եք, դա 2018 թվականն էր։ Ֆրանկոֆոնիան, հա, երևի։ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից մի քանի ամիս հետո ֆրանկոֆոնիայի համաժողովն էր Ֆրանսիայի գլխավորությամբ։ Պիտի ասեմ, որ այս համաժողովը, եվրոպական քաղաքական համաժողովը նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անձնական ձեռքբերումն է եւ անձնական հաջողությունը, որովհետեւ սա նրա կողմից առաջ բերած գաղափարն է, նրա նախաձեռնությունն է, այս համաժողովը ստեղծելը 2022 թվականին ստեղծեցին եւ ուրեմն նաեւ Մակրոնի հաղթանակն է, այսինքն եթե տարբեր են գնահատականները Մակրոնի գործունեության եւ Ֆրանսիայի ներսում եւ Ֆրանսիայից դուրս, բայց հաշվի առնելով, որ սա վերջին տարին է նախագահ Մակրոնի իշխանության, պիտի ասենք, որ գոնե այս նվաճումը ինքը ունի, այսինքն եվրոպական քաղաքական համաժողովը որպես այդպիսին ֆորմատ ստեղծվել է Մակրոնի նախաձեռնությամբ եւ նպատակ ունի Եվրոպայի առանձին վերցրած սուվերենության ամրապնդման եւ սա նույնպես շատ կարեւոր գործոն է համաշխարհային քաղաքականության մեջ։ Բայց վերադառնալով ֆրանկոֆոնիայի համաժողովին, որովհետեւ կարծիքներ հնչեցին, որ սա առաջին անգամ է աննախադեպ է եւ այլն, աննախադեպ է երկրների կշիռների ուրեմն իմաստով, որովհետեւ Մեծ Բրիտանիայի վարչապետն է այստեղ, Կանադայի վարչապետն է այստեղ, միջելուց սա նույնպես երևութային բան է։ Կանադան միակ ոչ եվրոպական երկիրն է, որը մասնակցում է այստեղ եւ ինքը դիրքավորում է իրեն վարչապետ Կարնին։ Մենք խոսել ենք դրա մասին, որպես եվրոպական արժեքներ ներկայացնող ամերիկյան մայրցամաքի միակ լիդերը եւ շատ կարեւոր դերակատարում ունի, ես ասեմ, Կանադայի վարչապետը եւ Կանադան որպես երկիր։ Չմոռանանք, որ հսկայածավալ տարածքներով երկիր է, հսկայածավալ խոշոր ինվեստիցիոն հնարավորություններ ունեցող, խոշոր նաև հանքահումքային հնարավորություններ ունեցող երկիր է։ Իդեպ ասեմ, որ մայիսին կանադական բիզնես
հայ-կանադական բիզնես համաժողով պիտի տեղի ունենա Երևանում, սա նույնպես երևութային բան է, դեպք է եւ մենք պիտի սա նույնպես ընդգծենք, բայց նորից անդրադառնալով ֆրանկոֆոնիային պիտի ասեմ, որ տեսեք մենք այսինքն երկրի ղեկավարությանը հաջողվեց բարձր որակով կազմակերպչական աշխատանքներ տանել եւ կազմակերպել այդ համաժողովը ֆրանկոֆոնիայի, բայց դրա քաղաքական արդյունքները մենք չկարողացանք քաղել։ Մենք չունեցանք քաղաքական տեսանկյունից այդ իրադարձությունից որևէ լուրջ մոնետիզացիան չեղավ, հա, այսպես անվանենք, քաղաքական մոնետիզացիա, լուրջ արդյունք չունեցանք, հա, եւ ես այստեղ նույնպես մեղադրում եմ մեզ, որովհետեւ դե ֆրանկոֆոնիայի երկիր որպես մենք 8 տարիների ընթացքում որևէ զարգացում չապրեցինք, այսինքն հայ բնակչությունը, հայ ժողովուրդը ինչպես չէր խոսում ֆրանսերեն, այնպես էլ չի տիրապետում ֆրանսերեն եւ Ֆրանսիայի նախագահը Երևանում զբոսնելիս հարկադրված է անգլերեն ընդամենը շփվել, այն էլ հատուկ են հայերի հետ եւ գիտես ես նկատեցի որ ֆրանսերեն նա մի անգամ շփվեց երևանյան թափառական շների հետ իսկապես առավոտյան երբ դուրս էր եկել վազքի իդեպ ասեմ որ բացարձակապես մեր մայրաքաղաքը պատրաստ չի նման երևույթների համար, այսինքն վազքի համար քայլելն է դժվար, այլ ուր մնաց վազելը, ես կարծում եմ որ Մակրոնը այդ տպավորությունը հաստատ ստացավ Երևանում առավոտյան վազքուղի դուրս գալուց հետո եւ ուրեմն մենք որևէ քայլ չկատարեցինք 8 տարիների ընթացքում ֆրանսալեզու ինչ որ մի շերտ գոնե ձևավորելու համար այսինքն դու չես գտնի որևէ լիբանանցու, որը չի տիրապետում ֆրանսերենին, որևէ սիրիացու չես գտնի, որևէ աֆրիկյան երկրի ֆրանսիական թեկումով երկրներ, նրանք բոլորը տիրապետում են ֆրանսերենին, հա, մենք ուղղակի պարտավոր ենք որպես ֆրանկոֆոնիայի երկիր դպրոցական պարտադիր ուսուցում կազմակերպել ֆրանսերենով եւ գոնե մեր Երևանյան փողոցներում Ֆրանսիայի նախագահի այցելության ժամանակ ֆրանսախոս հանրույթ տեսներ նա զգար որ մենք ինչ որ չափով այդ իմաստով ֆրանկոֆոն ենք այստեղ եթե հիշում ես 18 թվականին դե ֆրանկոֆոնիայի գագաթաժողով անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել նախորդ իշխանությունը Սերժ Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանի վերջին արգումենտը երբ նրանք բանակցում էին Փաշինյանի հետ հրաժարականի կապակցությամբ վերջին արգումենտն այն էր ասած թող գոնե ես ֆրանկոֆոնիան անցկացնեմ հետո ուզում էր երևի շեշտադրել կամ նրան ակնարկեր որ ֆրանկոֆոնիան անցկացնելը դժվար բան է կողելքի բանը չի երևի դա էր փորձում ակնարկել բայց մենք տեսակ որ Փաշինյանը երկու օրում տակավին ֆրանսերեն սովորեց եւ կարողացավ այդ համաժողովը անցկացնել ուզում ասել որ դա սա արդեն երկրորդ փորձն է եւ շատ ավելի կազմակերպված շատ ավելի պատրաստված է երկիրը բայց պիտի շեշտեմ որ համաժողովը անցկացվում է մեր սպորտային համերգային համալիրում Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, որը կառուցվել է դեռևս 40 տարի առաջ սովետական միության ժամանակահատվածում եւ իհարկե լավ բան չի ասում մեր մասին այն հանգամանքը, որ մենք որևէ ժամանակակից կոնֆերանս դալից չունենք մեր երկրում, չենք կարողացել 35 տարիների ընթացքում ստեղծել, կառուցել հիշեցնեմ, որ Ալիևը գրավյալ Արցախում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում այս 2 թե 3 տարիների ընթացքում 2 թե 3 խոշոր նման համալիրներ ստեղծել մեկը Ստեփանակերտում, մեկը Շուշիում ես կարծում եմ նաեւ Լաչինում ինչ որ բան ստեղծեց ել չասեմ օդանավակայանները այսինքն կոնֆերանս դալից ժամանակակից մենք չունենք այսօր եւ հատկապես խոսքս ուղղում եմ այն հայերին, որոնք միայն վատաբանում են եւ սև գույներով են ներկում սովետական միության ժամանակահատվածը, ուզում ասել, որ եթե սովետական միության ժամանակահատվածը չլիներ, անգամ այս համաժողովը չենք կարողանա կազմակերպել ըստ արժանվույն։ Եվ իհարկե ուրեմն առաջին պաստարկը այն է, որ մենք պիտի շնորհավորենք եւ ասենք, որ սա իհարկե շատ դրական երևույթ է։ Երկրորդ պաստարկն այն է, որ
Պիտի հասկանանք ինչ քաղաքական եւ աշխարհակաղակական դիվիդենդներ կարող ենք այստեղից քաղել, որը մեզ համար այս պահին ակնհայտ չէ, որովհետեւ իմ կարծիքով մենք պիտի ունենանք երկու նպատակ այս համաժողովում, երկու աշխարհակաղակական նպատակ։ Դա ճանապարհներն են եւ շուկաները։ Այսինքն մենք ճանապարհ դեպի Եվրոպա, որն է մեր ճանապարհը, այսինքն արդյոք եվրոպական քաղաքական համաժողովը պատրաստ է այսօր ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ճանապարհները բացվեն անկախ մեր հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Արդյոք պատրաստ է Թուրքիան դա անել։ Ամենայն հավանականությամբ պատրաստ չէ, չնայած այսօր արդեն ուշ երեկոյան մենք ստացանք որոշակի հաղորդագրություն, որ Թուրքիայի փոխնախագահն է այստեղ ներկա եւ կարծես թե արձանագրություն են ստորագրելու Անի կամրջի վերագործարկման մասին, գոնե համատեղ ուժերով դրա կարծում եմ դրա պայմանավորվածությունը դեռևս նախկինում էր տեղի ունեցել։ Ռադիոլսողներին պարզաբանելու համար ասենք, որ դա լոգիստիկ հանգույց չի, պատմամշակութային հուշարձան է։ Ոչ, դա հուշարձան է, լոգիստիկ հանգույց չի եւ խոսքը գնում է ընդհանրապես ճարտարապետաշինարարական եւ մշակութաբանական, ուրեմն, այսինքն ինչպիսի նախագիծ պիտի լինի, ինչքան դա պիտի արտացոլի հինը կամ նորը եւ այլն, սրա մասին են ընդհանրապես մշակութաբանական եւ որոշակի ճարտարապետական բանակցություններ են միգուցե գնալու, այդ արձանագրությունը կստորագրվի, դա ֆորմալ է։ Այսինքն մենք առաջին խնդիրը, որ պիտի լուծենք եւ կարողանանք քաղել մեր դիվիդենդները այս համաժողովից, դա ճանապարհի խնդիրն է, այսինքն մենք պիտի փորձենք հասնել նրան, որ եվրոպական համայնքը այդ ճնշումը գործադրի Թուրքիայի նկատմամբ։ Եվ երկրորդը իհարկե շուկաներն են։ Այսինքն պատրաստ է արդյոք Եվրոպան շուկաները բացել մեր առջև, անկախ նրանից, որ մենք սովորաբար ասում են, որ մեր ապրանքները պատրաստ չեն, մեր բիզնեսը պատրաստ չի ներխուժել եվրոպական շուկա եւ այլն, ով որ պատրաստ է, մենք ունենք ամենայն դեպս ապրանքներ, որոնք կարող են ներկայանալ լինել եվրոպական շուկայում, եւ արդյոք Եվրոպան պատրաստ է այդ շուկաները բացել մեր առջև, արդյոք դրա վերաբերյալ բանակցություններ, խոսակցություններ եւ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն թե ոչ, սա շատ կարեւոր է։ Մի անեկդոտային բան ասեմ, որ այս մասնակիցների թվում է Շվեյցարիայի այժմյան նախագահը, հիշեցնեմ մեր ռադիոլսողներին եւ դիտողներին, որ Շվեյցարիայում նախագահները փոխվում են յուրաքանչյուր 1 տարին 1, այսինքն ռոտացիայի կարգով, այնտեղ 7 նախարար կա, նախարարներից որևէ մեկը հերթականության կարգով ստանձնում է նախագահի պարտականությունները։ Այժմյան նախագահը Գի Պարմելենն է, շատ հետաքրքիր սկանդալի մեջ է հայտնվել Շվեյցարիայի ներսում, խոսեցինք շուկաների մասին, պարզվում է, որ այս մարդը նաև հայտնի գինեգործ է Շվեյցարիայում եւ լոբիստական բոլոր իր ուժերը, հնարավորությունները օգտագործում է, որպեսզի արգելափակի այլ երկրների արտադրած գինիների մուտքը Շվեյցարիա, այսինքն այստեղ կարելի ասել ինչքանով մենք միշտ ներկայացրել ենք եւ հիացել ենք շվեյցարական դեմոկրատիայի բոլոր դրսևորումներով, ռուսներն ասում են «Ничто человеческое им не чуждо», հասկանում ես, այսինքն պաստորեն հույս չունենանք, որ այս նախագահի օրոք հայկական գինիները կներթափանցեն շվեյցարական շուկա։ Այնուամենայնիվ, այսինքն ճանապարհներ եւ շուկաներ, արդյոք մենք կկարողանանք այս պայմանավորվածություններին հասնել։ Շատ մեծ վերապահումներ ունեմ, կարծում եմ, որ այս փուլում գոնե դրանք շատ դժվար են հասանելի մեզ համար, ամենայն դեպս պետք է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Ինչ ես նկատեցի երկու ակնհայտ անհամապատասխանություններ այս համաժողովի ընթացքում։ Առաջինը, որ գիտես, առանձնացավ Ադրբեջանը, ուղղակի ակնհայտ կերպով երևաց, որ դա օտար մարմին է այս եվրոպական համաժողովում, բացարձակ տոտալիտար առաջնահերթություններով ղեկավարվող երկիր, որ ուղղակի կմերժվի, այսինքն եթե մենք տեսնենք եւ նկատենք Եվրոպայի ուժեղացումը, նրա սուվերենության հաստատումը Եվրոպայի որպես առանձին գործոն հանդես գալը միջազգային ասպարեզում, ապա ակնհայտ է ինձ համար, որ այսօրվա Ադրբեջանը չի տեղավորվում այդ համատեքստում, ուղղակի չի տեղավորվում եւ օտար մարմին է ուղղակիորեն, ընդհանրապես Եվրոպայի համար այսօր հանդես է գալիս որպես բենզալցակայան կամ գազալցակայան
դա է միակ պատճառը, որ Եվրոպան հանդուրժում է այս տոտալիտար ռեժիմը, որովհետև անկեղծ ասած ես հետևում եմ թե ադրբեջանական քաղաքական գործընթացներին, թե օրինակ ղազախական կամ ուզբեկական, ես պետք է ասեմ, որ Ղազախստանը կամ Ուզբեկստանը այսօր շատ ավելի մոտ են եվրոպական արժեքներին կամ դեմոկրատիայի որոշակի նշույլներ այնտեղ կան, որոնք չկան Ադրբեջանում։ Ադրբեջանում ուղղակի բացառվում է բազմակարծությունը, բացառվում է այլակարծությունը, բազմաթիվ այլակարծություն ներկայացնող գործիչներ ուղղակի բանտերում փթում են երկար ժամանակ արդեն, սա բացարձակ տոտալիտար ռեժիմ է, ընդամենը Եվրոպայի համար ուշադրություն է գրավում միայն այն պատճառով, որ ունի նավթային եւ գազային ռեսուրսներ։ Եվ Եվրոպայի երկրները ցավոք սրտի մոտ 12 երկիր օգտվում են այսօր Ադրբեջանի այդ հնարավորություններից, բայց այս համաժողովի եւ ընդհանրապես եվրոպական սուվերենության կարևորագույն հատվածը ներկայանում էներգետիկ անվտանգության ապահովումը Եվրոպայի համար, այսինքն ինչքանով Եվրոպան կկարողանա էներգետիկ տեսանկյունից անկախ լինել, ոչ միայն Ռուսաստանից, նաեւ Ադրբեջանից։ Եվ մենք տեսնում ենք այսօր տենդենսը, եվրոպական երկրները վերադառնում են նախ ատոմային էներգիայի, վերադառնում են որոշ երկրներ ուղղակի ժամանակի հատվածում զրոյական թվերին եւ գիտես գլոբալիստական մոտեցման ուրեմն գերակայության պայմաններում որոշ եվրոպական երկրներ այնպիսին ինչպիսիք ասենք Գերմանիան եւ Շվեյցարիան է իդեպ Գերմանիայի կանցլերը արհամարեց այս հավաքը եւ կարծես Գերմանիան ներկայացնող որևէ մեկը չկա ինձ համար սա զարմանալի է անընդունելի է անգամ որպես Կարող է որտեղ ֆրանսիական նախաձեռնություններ Չէ, նրանք միասին են եղել գոնե, ասենք, վերջին ժամանակահատվածում այս Տրամպի ուրեմն գժություններին հակազդելու մեջ նրանք միշտ միասին են եղել, չեմ կարծում, չէ։ Ինչ որ այլ պատճառ է, միգուցե նաև կազմակերպչական ինչ որ պատճառ է, ինչ որ դիսկոմֆորտային պատճառ կարող է լինել, բայց ինձ համար սա անընդունելի է Գերմանիան եվրոպական ցիվիլիզացիոն արժեքներ ներկայացնող երկիր է եւ նրա բացակայությունը այստեղ ուղղակի անբացատրելի է ինձ համար։ Այնուամենայնիվ վերադառնանք էներգետիկ անկախությանը, պետք է ասեմ, որ Եվրոպան ատոմային էներգիայի զարգացման առանձին եւ լուրջ ստրատեգիական մոտեցումներ է այսօր ցուցաբերում մեկ եւ կարծում եմ ժամանակի ընթացքում մինչև 30 թվականը նրանք կկարողանան ձերբազատվել այս կախվածությունից թե Ռուսաստանից եւ թե Ադրբեջանից եւ այդտեղ Ադրբեջանի ազդեցությունը Եվրոպայի վրա կլինի ուղղակի չնչին։ Չնայած այսօր ցավոք սրտի դա մեծ է ազդեցությունը նորից եմ կրկնում միայն ու միայն այն պատճառով որ Ադրբեջանը դա Եվրոպայի այսօր ժամանակավոր բենզա եւ գազա լցակայանն է։ Երկրորդ անհամապատասխանելիությունը, որ ես նկատեցի, դա Կոսովոյի մասնակցությունն էր, որին Հայաստանը չի ճանաչել։ Հայաստանը պաշտոնապես Կոսովոն չի ճանաչել։ Դա մեր արտաքին քաղաքականության լրջագույն բաց թողումներից մեկն է։ Գիտես, շատ հիմար վիճակում ենք մենք հայտնվել, Դավիթ, որովհետև երկար ժամանակ դեռևս երբ արկա էր Արցախը եւ հայկական վերահսկողության տակ էր Արցախը, մեզ համար նախապատվելի էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եվ եթե մենք ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ենք այս աշխարհում, ապա մենք առաջիններից մեկը պիտի ընդունենք Կոսովոյի ինքնորոշման իրավունքը եւ ճանաչենք Կոսովոն։ Բայց մենք չճանաչեցինք, որովհետեւ գտնվում ենք արտաքին քաղաքականության տվյալ դեպքում ռուսական ծիրում, որտեղ Ռուսաստանը չէր ընդունում դա եւ մենք մեզ փաստորեն պարտադրված էր նույնպես չճանաչել։ Իսկ հիմա մենք հայտնվել ենք ուղղակի աբսուրդային իրավիճակում, երբ մեզ համար այսօր արդեն կարևորը ոչ թե ինքնորոշման իրավունքն է, այլ տարածքային ամբողջականության իրավունքը, այսինքն մենք հիմա պիտի պաշտպանենք Սերբիայի իրավունքը եւ նորից չենք ճանաչում Կոսովոյին։ Կոսովոն այսօր մասնակցում է այս համաժողովին Հայաստանի կողմից չճանաչված պետություն լինելով, հասկանում ես, բացարձակ աբսուրդ է։ Եվ մեկ անգամ եւս ուղղակի ցույց ենք դնում Հայաստանի ոչ սուվերեն արտաքին քաղաքականություն իրականացնելու փաստը։ Մենք այսօր ուղղակի գտնվում ենք շատ հիմար վիճակում։ Իդեպ Ադրբեջանը եւս չի ճանաչել, Ադրբեջանը լինելով մահմեդական երկիր, Կոսովոն, Կոսովոյի ալբանացիները մահմեդական երկիր,
Ադրբեջանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը եւ չի ճանաչելու, որովհետեւ նա մշտապես եղել է տարածքային ամբողջականության կողմնակից եւ Ադրբեջանի ու Սերբիայի եղբայրական հարաբերությունները պայմանավորված են հենց դրանով։ Բայց Եվրոպան, ամբողջ Եվրոպան ճանաչել է Կոսովոյի անկախությունը եւ ամբողջ Եվրոպան Սերբիայի արչեւ դրել է պայման, Սերբիան պիտի ճանաչի Կոսովոն, որպեսզի դառնա եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ, այլապես չի դառնա երբեք։ Սերբիան տարբեր ժամանակահատվածներում տարբեր հայտարարություններ է անում։ Սերբիայի համար Կոսովոյի անկախության ճանաչումը հոգեբանորեն եւ էմոցիոնալ տեսանկյունից հավասար է Հայաստանի կողմից Ղարաբաղի Ադրբեջանի մաս ճանաչելուն, հասկանում ես, այսինքն նույն կատեգորիայի խնդիր է։ Հիմա Հայաստանը գոնե կառավարող թիմի կողմից կարողացավ հաղթահարել այդ կոմպլեքսը, կարողացավ հաղթահարել ճանաչելով Ղարաբաղ Ադրբեջանի մաս։ Սերբիան վաղ թե ուշ հարկադրված կլինի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, որովհետև Սերբիայի ապագան եվրոպական ընտանիքում ես գոնե տեսնում եմ, այսինքն հնարավոր չէ։ Սերբիան կարող է որոշ ժամանակ դիմակայել, բայց Եվրոպան եթե ուժեղացավ, եթե սուվերենությունը կարողացավ հաստատել եւ դարձավ միջազգային քաղաքականության առանձին վերցրած գործոն, կարծում եմ, որ Սերբիայի համար նույնպես նախընտրելի կլինի դառնալ եվրոպական այդ ընտանիքի անդամ։ Չնայած այսօր Սերբիան կարողացել է հասնել նրան, որ Եվրոպայի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր, հասկանում ես, հիմա նույնպես ճանապարհ է, որը մեզ համար կարող է ցուցիչ լինել։ Ազատ առևտրի համաձայնագիր ունի Սերբիան, ազատ ապրանքների շրջանառություն, ոչ միայն ապրանքների, ապրանքները, աշխատուժը եւ ծառայությունները ազատ կարողանում են եվրոպական սահմանը հատել, ինչը արկա չէ մեր դեպքում եւ նորից վերադառնալով մեր ակնկալիքներին այս համաժողովից, ես կուզեի ասել, որ շուկայի բաց լինելը եւ սահմանների բաց լինելը մեզ համար շատ կարեւոր է, իհարկե ոչ միայն մարդկանց տեղաշարժի տեսանկյունից, վիզային սահմանափակումների առումով, այլ նաեւ ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի տեղաշարժի առումով։ Իդեպ ես կարծում եմ, որ վիզային սահմանափակումները, եթե ոչ այս տարի, ապա 27 թվականին կվերալան, եթե այս տենդենսը շարունակվի, մեր եվրոպական ընտանիքին մեր մերձեցումը, եթե մերձեցման խնդիրը, մերձեցման այս տենդենսը շարունակվի։ Ուրեմն տես Եվրոպայի ուժեղանալը եւ նրանց սուվերենության մակարդակի բարձրացումը իմ կարծիքով եւ մեր մերձեցումը եվրոպական ընտանիքին իմ կարծիքով մեզ համար շատ դրական ազդեցություն կարող է ունենալ, որովհետեւ ճիշտ այնպես ինչպես Եվրոպան այսօր հարկադրում է Սերբիային ճանաչել Կոսովոյի անկախությունը եւ միայն այդ պարագայում դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ճիշտ այդպես երկու գործոն պիտի լինի Եվրոպայի ուժեղացումը եւ Հայաստանի ուժեղացումը։ Եթե մենք կարողանանք հասնել այս երկու գործոնի համադրության, ապա Եվրոպան կարող է Ադրբեջանի առջև նույնպես պայման դնել նախ մենք գիտենք Եվրոպայի խորհուրդը շատ խիստ որոշում կայացրեց Ադրբեջանի նկատմամբ ելնելով հայերի իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից եւ գերակայությունից, այդ թվում Ղարաբաղյան հայերի եւ ոչ միայն նաեւ պատմամշակութային արժեքների պահպանության տեսանկյունից, որը այսօր Ալիևի կողմից ուղղակի իգնորի է ենթարկվում։ Ալիևը չի ընդունում այդ դիտողությունները եւ շատ սուր ելույթ ունեցավ, շատ խիստ ելույթ ունեցավ, անպատկառ ելույթ ունեցավ իմ կարծիքով, տոտալիտար դիկտատորական ռեժիմ ներկայացնող Ալիևը անպատկառ ելույթ ունեցավ եվրոպական այս համաժողովում, թեև տեսակապի միջոցով, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով դա հենց ընդգծեց նրա օտարամարմին լինելը։ Գիտես, բժշկության մեջ այդ տերմինը կա, չէ, երբ պատվաստում են տարբեր օրգաններ պատվաստում են մարդը կարող է ուղղակի չընդունել, մերժում է, ինչու, որովհետև համակարգը մերժում է տվյալ օրգանը։ Իմ կարծիքով եվրոպական համակարգը, եթե այն ուժեղանա, հզորանա եւ իսկապես գործոն դառնա, նա պիտի մերժի Ալիևին, Ալիևը տեղը չի, Եվրոպան բացարձակապես այլ արժեքների տիրույթ է։ Ինչն եմ ես տեսնում որպես պրոբլեմային բաց թողումներ։
այս համաժողովի կազմակերպման տեսանկյունից մենք ունենք երկու եւ շարունակում ենք ունենալ երկու հաղթաթուղթ, այնուամենայնիվ միջազգային եւ հատկապես եվրոպական կոնտեքստում։ Դա մեր քրիստոնեությունն է, մենք բնօրրանն ենք քրիստոնեության, եւ դա հանրապետություն հասկացությունն է, մենք սրա մասին խոսել ենք։ Մենք հայերը գոնե առաջինն են եղել, որ հանրապետություն հասկացությունը բարձրացրել են սահմանադրական մակարդակի 1773 թվականին հրատարակելով որոգայթ փառածը հանրապետական սահմանադրության առաջին տեքստն է եղել դա աշխարհում։ Գոնե այս երկու արգումենտները ես չտեսա, որ մենք կարևորում ենք այս համաժողովի ընթացքում։ Այսինքն մենք պիտի հանդես գայինք այստեղ ոչ թե եւ ոչ միայն որպես կազմակերպիչներ կամ մի հարթակ, որտեղ եվրոպացիները հավաքվել են, մենք պիտի հանդես գայինք որպես քրիստոնեության բնօրրան եւ հանրապետության բնօրրան, հանրապետություն հասկացության, փիլիսոփայական, քաղաքագիտական հասկացության բնօրրան։ Մենք սա բաց ենք թողել եւ մեծ հաշվով այս առավելությունները մենք չենք օգտագործել, իսկ իմ կարծիքով Փաշինյանի եկեղեցու նկատմամբ այս գրոհը կամ եկեղեցու վերնախավի, ինչպես իրենք են ներկայացնում, կարևոր չի։ Ամեն դեպքում շատ ավելի հզոր կներկայանայինք մեր աշխարհին, երբ այս համաժողովի մասնակիցների կողմից գնահատվեր նաև հայոց եկեղեցին։ Որը որ այսօր գործոն չի, այս հանդիպման մեջ հայոց եկեղեցին գործոն չի հանդիսանում, որը մեզ թուլացնում է որպես ազգ եւ որպես պետություն իհարկե։ Երկու բան նկատեցի ցեղասպանության թանգարան, այսինքն եւ հուշակոթող դեռևս այցելել են, չգիտեմ, դեռ մեկ օր կա, միգուցե այցելեն նաեւ այլ պատվիրակություններ, բայց պիտի ողջունեմ Հունաստանին եւ Կանադային։ Հունաստանի նախագահը այցելեց մեր հուշակոթողը եւ գլուխ խոնարհեց նաեւ ընդհանրությունների մասին խոսեց հայ եւ հույն ժողովուրդների եւ Կանադայի արտգործնախարարը Կանադայի վարչապետը ներկա է, Կանադայի արտգործնախարարը, նրա կաբինետի անդամը գնաց եւ գլուխ խոնարհեց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կարծում եմ գենոցիդի, կարծում եմ սա շատ կարևոր երկու պատվիրակություն են, այսինքն սրանով նաեւ սա ուղերձ է մեզ, չէ, որոնք են ձեր իսկական բարեկամները, որոնք անկախ նրանից թե իրենք ինչ հարաբերություն ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, չէ, Թուրքիայի հետ, նրանք այսօր գնացին եւ գլուխ խոնարհեցին, մենք պիտի մեր շնորհակալությունը եւ իսկապես գոհունակություն արտահայտենք իրենց քաղաքական այդ դիրքորոշման համար, շատ կարեւոր եմ համարում դա։ Դե այսօր երկուշաբթի է, կարծում եմ նաև երեքշաբթի օրը, երբ տեղի կունենա եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանի համատեղ հանձնաժողովի նիստը, մենք նաև լրացուցիչ նյութ ենք ունենալու քննարկելու, դա արդեն հաջորդ անգամ կքննարկենք, բայց սա դեռևս առաջին տպավորություններն են, հենց առաջին օրվա կապակցությամբ, այնուամենայնիվ պիտի փաստենք, որ նորից վերադառնանք նրան, որ սա կարևոր միգուցե կարևորագույն միջոցառում էր, որը տեղի ունեցավ Հայաստանում եւ պիտի կարողանանք քաղել առավելագույն դիվիդենդներ այս համաժողովի ընթացքից։ Իհարկե տեղի է ունենալու նաև Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը ամսի 5-ին, կարծում եմ նույնպես մենք նյութ կունենանք եւ առիթ կունենանք խոսելու, կարծում ենթադրում եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կստորագրվի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ։ Իհարկե երրորդ կոմպոնենտը, որը բացի շուկայից եւ բացի ճանապարհներից մենք ունենք նաեւ անվտանգության ռազմական կոմպոնենտ, որի վերաբերյալ պիտի կարողանանք համաձայնության հասնել եւ այստեղ միակ երկիրը, որը դրան պատրաստ է կարծես եվրոպական երկրներից, դա Ֆրանսիան է հենց։ Այսինքն մենք պիտի կարողանանք Ֆրանսիայի հետ մեր ռազմական համագործակցությունը նույնպես հասցնել բավական նոր մակարդակի եւ կարողանանք դրանով իսկ ամրացնել մեր պաշտպանունակությունը։ Միջազգային անցուդարձից երկու բան նշեմ, որը կապված է նախագահ Թրամփի հետ։
Միացյալ Նահանգների նախագահը կոնգրեսին հայտարարեց, որ ավարտվել է իրանական օպերացիան եւ նա կարիք չունի հատուկ դիմելու կոնգրեսին, որտեղ 90 օրվա խնդիր կար այնտեղ, նա 90 օր կարող է առանց կոնգրեսի որոշակի գործողություններ իրականացնել, դրանից ավել իրավունք չունի։ Հիմա այդ օրերը անցել են 90 թե 60 օր երևի ոնց որ, հա, 2 ամիս։ Հիմա այդ օրերը անցել են եւ նախագահ Թրամփը կամ պիտի դիմեր կոնգրեսին, որպեսզի երկարացներ այդ ժամանակահատվածը, կամ պիտի դիմեր եւ ասել, որ նման կարիք չկա եւ մենք ավարտել ենք, ջախջախել ենք, հերնանիցել ենք, Իրանը գոյություն չունի, ռազմածովային ուժերը գոյություն չունեն, օդային ուժերը գոյություն չունեն, ոչ մի բան գոյություն չունի եւ անգամ հայտարարում է, ասում է մարդ էլ չկա, հետները բանակցենք։ Եղբայր, բոլորին ոչնչացնեցիր։ Բոլորին ուղղակի ոչնչացրեց անմարդկային ձևով, հետո ասում է մարդ չկա, հետը բանակցեն, բողում է ուզում բանակցես, բողում է ոչնչացնում։ Ընդհանրապես ինչ է ուզածդ, հասկանում ես, անհասկանալի է։ Հիմա այս պահի դրությամբ մենք չունենք որևէ հոդաբաշխ բացատրություն, չէ, դե այսինքն հոդաբաշխ լուծում չունենք, բացատրությունը միգուցե եւ կա, բայց այն ինչի կարելի է հասնել բանակցությունների արդյունքում, բանակցությունների ընթացքում, բանակցությունների միջոցով, ուրեմն նախապատվությունը տրվեց ռազմական անմարդկային գործողությունների, որի արդյունքում մենք այսօր ունենք, այո, միգուցե տապալված ֆիզիկապես տապալված ռազմական տեսանկյունից Իրան, բայց նա բարոյապես եւ հոգեպես ավելի ուժեղացած է։ Պարսիկները հաղթեցին, չէ՞, պարոն Դարփինյան։ Այս պահի դրությամբ տես, նրանք իհարկե երկարաժամկետ ապագայի տեսանկյունից շատ ծանր է Պարսկաստանի վիճակը, Իրանի վիճակը, չի կարելի երբեք ասել, որ Պարսկաստանը հաղթեց։ Նրանք ուղղակի բարոյական եւ հոգեբանական շատ ավելի մեծ ուժ ստացան եւ համախմբում տեղի ունեցավ այնտեղ, բայց ռեսուրսի տեսանկյունից ինչքան շատ տևի այս անորոշությունը, այնքան չէ որ բլոկադայի ենթարկված Հորմուզի նեղուցը եւ դա ուղղակիորեն ազդում է Իրանի բյուջետային եկամուտների վրա, որովհետեւ նրանք չեն կարողանում զրկված են նավթը արտահանելու հնարավորությունից։ Ճիշտ է, չինական նավթը կարծես թե դեպի Չինաստան կարծես թե որովհետև Չինաստանը ինչ որ հազանգեց Միացյալ Նահանգներին, որ դեռ չփորձվեք մեր նավերին ձեռք տալ եւ այլն, բայց այնուամենայնիվ երկարաժամկետ տեսանկյունից չեմ կարծում, որ Իրանը հաղթանակած դուրս կգա այստեղ, որովհետև ռեսուրսի խնդիր է, նրանք պիտի այսպես թե այնպես գան պայմանավորվածության, բայց ինչպես Թրամփն է ասում պայմանավորվել իրենք չեն հասկանում թե ում հետ պիտի պայմանավորվեն, իրենց գործողությունների արդյունքում եւ դրա պատճառով։ Եվ դա է նաեւ խնդիրը, որ Եվրոպայի եւ անգամ Կանադայի հետ նրանք այդ հակասություն ունեն, որովհետեւ եւ եվրոպացիները եւ Կանադան եւ Մեծ Բրիտանիան հայտարարում են, ասում են, եղբայր, բայց դու մեր հետ պիտի քննարկեիր այս թեման, հետո նոր մտնեիր այդ գետը կամ այդ ջուրը։ Բայց դու մտել ես առանց քննարկման, առանց մեր հետ համաձայնեցման եւ հիմա մեզանից ինչ որ բան ես պահանջում։ Եվ սա դարձավ լրացուցիչ գործոն Եվրոպայի սուվերենությունը գիտակցելու համար, որի վերաբերյալ այսօր արդեն ուղղակի պարզ եւ անթակույց եվրոպական լիդերներն են հայտարարում եւ պատկերացումը իսկապես այնպես է, որ Ամերիկայից անկախ պիտի նրանք արդեն պաշտպանական համակարգ ունենան։ Տեղեկություններ սարքեն, կազմակերպություններ, հա։ Երկրորդը իհարկե նորից կապված է Թրամփի հետ։ Հայտարարեց, որ հիմա Իրանի հարցերը լուծել ենք արդեն, ասաց, հաջորդ թիրախը Կուբան է, Կուբայի հարցը պիտի լուծենք, ասաց։ Բացարձակ անընդունելի է, գիտես, եթե մենք խոսում ենք եվրոպական արժեքների տեսանկյունից, դեպ ասեմ, որ այսօր հայտարարություն եղավ նաև կարևորագույն հայտարարություն իմ կարծիքով Եվրոպայի անունից, Կոշտան հայտարարեց եվրոպական ղեկավարներից մեկը, որ Եվրոպան մնացել է միակ սուբյեկտը միջազգային քաղաքականության մեջ, որը ունակ է պաշտպանելու միջազգային իրավունքը։ Չէ որ ամբողջ աշխարհով մեկ բոլորը հիմա հայտարարում են, որ միջազգային իրավունք գոյություն չունի, գոյություն ունի ուժի իրավունքը, ով ուժեղ է նայել ճշմարիտ է եւ պիտի ուժի իրավունքը առաջ տարվի եւ այլն,
Այսօր Երևանում հայտարարություն եղավ, դա պատմական հայտարարություն է դեպ, որ Եվրոպան կանգնած է միջազգային իրավունքի ակունքներում եւ պաշտպանելու է միջազգային իրավունքը, հա։ Հիմա այդ իմաստով ցանկացած ոտնձգություն Միացյալ Նահանգների կողմից կլինի Իրանի նկատմամբ, Վենեսուելայի նկատմամբ, թե Կուբայի նկատմամբ, դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է լինելու եւ այստեղ իմ կարծիքով կոնֆլիկտ է առաջանալու, արդեն առաջացել է այդ կոնֆլիկտը, բայց Եվրոպան ուժեղանալով, գիտակցելով իր սուվերեն իրավունքը եւ սուվերեն պարտականությունները, համաշխարհային տեսանկյունից պարտականությունները, ցիվիլիզացիոն պարտականությունները, կարծում եմ, որ այս կոնֆլիկտը խորանալու է, որովհետեւ Թրամփը իր այդ անբռնազբոս իմ կարծիքով կեցվածքով ուղղակի նպաստում է, որ կոնֆլիկտ լինի, կոնֆլիկտ առաջանա, իսկ ինչ վերաբերում է Կուբային, գիտես, Դավիթ, ես ուսանողական ժամանակներում, դա 80-ական թվականներն էին նախորդ դարի, Մոսկվայի համալսարանում սովորում է, ունենք երկու, այսպես ասած, համայնք ուսանողական, արտասահմանյան համայնք, դա վիետնամացիներն են եւ կուբացիները։ Դրանք տարբերվում էին, բայց երկու համայնքն էլ բավական հետաքրքիր էր, նրանց հետ առնչվելը, շփվելը եւ համագործակցելը։ Պիտի ասեմ, որ Կուբայի համայնքը առանձնանում էր իր բացառիկ ուրախ, զվարթ, օպտիմիստ կեցվածքով, հասկանում ես, ցանկացած պարագայում նրանք հավաքվում էին, ուրախանում էին, երգում էին, պարում էին, համբուրվում էին, այսինքն նրանք այդ ազգը հենց այդպիսին է, նա օպտիմիստ, ուրախ, զվարթ ազգ է, անգամ իր աղքատության մեջ, հասկանում ես, նրանց կարծես թե ոչ մի ուրիշ բան պետք չի, նրանք ուրախ են, որ ուղղակի այս երկրի վրա գոյություն ունեն եւ հենց երջանիկ են հենց գոյության փաստով, ոչ թե հարստության ունենալու կամ չունենալու ակնկալիք ունենալու, ուղղակի երջանիկ են եւ այդ երջանիկ ազգից ասենք ինչ ես ուզում, պարոն Տրամփ, այսինքն մարդիկ ապրում են էլ իրենց համար, օվկիանոսը ունեն, այսինքն լողանում են, գցվում են, պարում են, երգում են, իրենք լավ են զգում իրենց, հասկանում ես, իրենք երջանիկ ազգ են, դու ուր ես, ինչ ես ուզում իրենցից։ Չասեմ, որ ես բարձրագույն գնահատական եմ միշտ արժանացրել Կուբայի, օրինակ նրանց ազատամտությունը, ազատ մարդիկ են մեծ հաշվով, իսկապես բացարձակ ազատ էլի, իրենց պատահական չէ, որ ջազային իրենց դրսևորումներում իմ կարծիքով միջազգային ամենաբարձր որակն է նրանց ջազը, մասնավորապես իմ ամենասիրելի դաշնակահարը ջազային, դա Չուչո Վալդեսն է, ֆենոմենալ երևույթ է, ընդհանրապես հենց ազատության դրսևորում է, հասկանում ես, եւ ռուկի պրոչ at Կուբի, ուզում եմ ասել պարոն Տրամփին, որովհետեւ թող իրենց բանով յուղով տապակվեն, այսպես ասած, այսինքն դա բան չի, եւ հատկապես ես ուզում դա շեշտեմ այսօր հենց եվրոպական այս համաժողովի կոնտեքստում, որովհետեւ եթե Եվրոպան կանգնում է միջազգային իրավունքի տեր ու տիրական, իսկ մենք եվրոպական ակունքներում ենք, սա այն է, ինչ չի շեշտադրվել դեռևս այս մեր համաժողովի ժամանակ, մենք եվրոպական ակունքներում ենք եւ որպես քրիստոնեական երկիր եւ որպես հանրապետության արժեքը առաջինը գիտակցող հանրույթ ազգ եւ իհարկե այստեղ ներկա են ալբանացիները, մենք տեսնում ենք Ալբանիան իմիջիայլոց անգամ Թուրքիան դիտարկվում է որպես դեմոկրատական երկրներ, Ադրբեջանը բացարձակ տոտալիտար երկիր է եւ պետք է ուղղակի մերժել ժամանակի ընթացքում Ադրբեջանին։ Այս օպտիմիստական նոտայի վրա ես այսօր կավարտեմ։ Ադրբեջանին մերժում ենք եւ Viva la Cuba, հուսանք որ Կուբայում ամեն ինչ լավ կլինի։ Դարբինյանի ժամն էր սա, հաջորդ շաբաթ կհանդիպենք, շարունակեք լսել Գործարար ալիքը։